Մայիսի 17-ին Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրում տեղի ունեցավ խաղաղ հավաք իրազեկում, որին համախմբվել էին տեղի եւ հարակից գյուղերի բնակիչները, ինչպես նաեւ գազостոպ գազալցակայանների ցանցի աշխատակիցները։ Հավաքի նպատակը բացառապես սոցիալական ու աշխատանքային էր եւ չէր կրում որևէ քաղաքական ենթատեքստ։ Մասնակիցները հանրության եւ կառավարության ուշադրությունն էին հրավիրում ընկերության գործունեության տևական արգելափակման հետևանքով առաջացած ճգնաժամի վրա։ Դրանք բարձրաձայնեցին մի շարք առանցքային խնդիրներ։ Ակցիայի ընթացքում ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները դիմեցին Հայաստանի Հանրապետության վարչապետին, խնդրելով հետևողական լինել այս հարցում եւ որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը։ Խնդրում դիմում ենք պարոն վարչապետ Փաշինյանին մեզ աջակից լինել, քանի որ բացման հարցում կալոնկաների բացման հարցում, քանի որ նա բազմիցս ապացուցել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, հայ տնտեսվարողի կողքին։ Այսքանը շնորհակալ եմ։ Պատճառ չկա, հաստատքները ունենք վերաբացման բոլոր պատկան մարմիններից, բայց չենք բացում։ Մեզ էլ անհայտ, մենք էլ չենք հասկանում ինչ է կատարվում։ Հավաքի նպատակը խաղաղ ակցիան է, քաղաքական ոչ մի բնույթ չի կրում, մեր բոլորի ցանկությունը հավաքվածների, մեր բացումն է, վերաբացումն է, աշխատելն է ընդամենը, այսինքն սրանից տարի 3 ամիս առաջ 400 աշխատատեղ ունենք, 400 աշխատակից, ամսական բյուջե վճարել ենք շուրջ 100 միլիոն դրամ հարկ ամսական կտրվածքով, իսկ այս տարի 3 ամիսա 400 հոգին դարձել են գործազուրկ, միլիարդ 500 միլիոն էլ բյուջե հարկ չի վճարվել։ Պայմանավորվել ենք պատկան մարմինների հետ օրենքով սահմանված կարգով իրավաբաններն են այդ գործ արել։ Կասկածելի վնասի թիվը վերականգնվել, որի արդյունքում թույլտվություն ենք ստացել վերաբացել։ Մենք ունենք եւ քննչական կոմիտեի գրավոր թույլտվությունը, որ վարույթ իրականացնող մարմինը առարկություն չունի գազալցակայինների վերաբացման հարցում, ժամանակավոր կամ հիմնական շոչիկներով։ Բայց շոչիկները ուր են։ Շոչիկները տեղադրված են եղել։ Դրանից հետո քննչական կոմիտեի կողմից նորից չի արգրավել։ Գազալցակայինները նորից փակվել են, ըստ երևույթի եղել են ինչ-որ նախաքննական հարցեր, որ իրանք ցանկացել են ավելի պարզել, ես էդի որպես իրավաբան չեմ ասում, դրա եմ ասում, իրավաբանը ավելի մանրամասն կբացի։ Որից հետո մենք այս պահի դրությամբ ունենք իրավապահ համակարգի պատկան մարմինների գրավոր թույլտվությունները եւ ցանկանում ենք վերաբացվել։ Մենք ոչ մի բանից չենք խուսափում, ուղղակի մեզ պետք է լինի օբյեկտիվ, օրենքով սահմանված կարգով գրավոր ստանանք, թե ինչ պետք է վճարենք եւ վճարենք։ Մենք չենք խուսափում։ Բայց ինչ սպասում գործի քննությունը ավարտվի։ Քննությունը վերաբացվելու հետ կապված, Սյուզի ջան, կապ չունի։ Դες ոնց ասեմ։ Քննությունը դուք գիտեք, քրեական գործը կարա չգիտեմ 5 տարի գնա, չէ՞ օրինակ։ Օրինակների չեմ ուզում ուրիշ հարցերով բերեմ։ Բայց մեզ պլյուս այդ 400 աշխատակիցներին, պլյուս բիզնեսին պետք է աշխատել, չէ՞, որ չգիտեմ, ընդ լիքը հարցեր կա, վարկային պարտավորություններ կա։ Բարև ձեզ, սիրելի համագյուղացիներ, աշխատակիցներ, Արարատի մարզի արգելի բնակիչներ։ Ես հանդիսանում եմ Գազպրոմ գազալցակայանների վետի մասնաճյուղի տնօրենը։ Հայտնում եմ ձեզ, որ 400 աշխատող դարձել են գործազուրկ գազալցակայանների փակ լինելու պատճառով։ Ինչի հետևանքով բոլորը հանդիպում են ֆինանսական եւ սոցիալական մեծ խնդիրների։ Շահումյանի եւ հարակից գյուղերի երեխաները հնարավորություն ունեն մարզվելու թե ֆուտբոլով, թե եմշամարտով անվճար, ի շնորհիվ Գազստոպ գազալցակայանների ցանցի տնօրենությունը։ Մենք խնդրում ենք մեր վարչապետին, որպեսզի հետևողական լինի այս հարցին, որպեսզի Շահումյանի ու հարակից գյուղերի երեխաները հնարավորություն ունենան նորից անվճար մարզվելու սպորտով։ Համայնքի, ինչու՞ չէ, հարակից գյուղերի տասնյակ հարյուրավոր աշակերտներ հաճախում են մեր կրթօջախ եւ իրենց ուսումնառությունը ստանում նորոգված, կահավորված, ջերմ ու լուսավոր դասասենյակներում։ Իսկ իրենց ազատ ժամանակը անց են կացնում կանաչապատված Սարիկապատ դպրոցամերձ տարածքում։ Այն բոլոր ուսանողների անունից, որոնց աջակցել է Գազստոպ գազալցակայանների կողմից հիմնված հիմնադրամը։ Այն աջակցել է այնքան ուսանողների, որոնք հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը մինչև այսօր եւ հպարտացնել մեր գյուղը։
Ուզում եմ ասել, որ ես նույնպես այդ ուսանողներից եմ, որ շնորհակալ է գազալցակայանի կողմից հիմնադրված հիմնադրամին, որպես աջակցություն ստացած վարձի համար։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր խնդրանքը եւ պահանջը բարձրացնենք ցանցի վերաբացման համար։ Հուսով եմ, որ խնդիրը կլուծի արդար ձևով եւ շնորհակալ ենք նորից։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք, որ աջակցում եք Գաստոպ ընկերությանը, որովհետեւ այս խնդիրը ոչ թե մենակ մերն է, ձերն էլ է, որի հենց ապացույցն է, որ բոլորը այստեղ այսօր հավաքվել եք։ Ես հանդիսանում եմ Գաստոպ ընկերության ողտնօրենը եւ դրա համար մենք ընդհանուր եկել ենք այստեղ, որպեսզի բարձրացնենք մի խնդրանք մեր կառավարությանը, որտեղ Գաստոպի փակման պատճառով շուրջ արդեն մի քանի 100 ընտանիքներ գտնվում են անորոշության եւ սոցիալական վտանգի առաջ։ Հազարավորները զրկված են իրենց բարգեցիկ ապրելու իրավունքից։ Ինչ որ անհասկանալի քաշքշուկների պատճառով։ Մենք չենք եկել այստեղ հաց մուրանք, մենք չենք եկել այստեղ օգնություն կամ նպաստ ուզենք, մենք ուզում ենք մենակ մեկ բան՝ թողեք աշխատենք։ Մենք ուզում ենք շենացնենք այս երկիրը, ուզում ենք հարկեր վճարենք, ուզում ենք արդար, սրտանց, ջանասիրաբար աշխատենք այս երկրում եւ չարտագաղթենք այստեղից։ Եվ կոչ ենք անում անպատասխան մարմիններին, որպեսզի կյանքի կոչեն այն որոշումները, որ արդեն կայացվել է պետության կողմից թղթերի տեսքով։ Ուզում ենք այդ թղթերից գրված բոլոր որոշումները ի վերջո կյանքի կոչվեն։ Հույս ունենք, որ կլսվի մեր ձայնը կառավարության կողմից, այս հազարավոր մարդկանց խնդրանքը, որ եկել են ստեղ, եւ մենք կարիքը չենք ունենա շարունակենք մեր հետագա ակցիաները։ Մեր տան ընտանիքի անդամներն են ամեն օր, մեր երեխաները փոքր, ամեն օր հարցնում են, 8 տարեկան երեխաներ, ամեն օր հարցնում են, ձեր գազի գազալցակայանները չբացված, որտեղ գիտի, բացվելուց հետո արժանապետ ապրելու կամ պարքերի վարկերի մեջ։ Հարցրեք բոլորին, որ ովքեր ծախել են իրենց մեքենաները, ծախել են իրենց ունեցվածքը, որպեսզի գոյատևեն, որտեղ տարի 3 ամիս այս երկրում չենք աշխատում։ Մեծ հույսով ենք լցված եւ կառավարությունից ակնկալում ենք երաշխավորի մեր աշխատելու իրավունքը։ Դիմում ենք կոնկրետ հասցեով ԱԱԾ-ի տնօրենին, դատախազությանը գլխավոր, որպեսզի մեր հարցերի պատասխանը տան եւ իրոք ինչ որ արդեն որոշված է, վերջապես այս շաբաթ բացվի եւ մենք կարողանանք աշխատել։ Շատ շնորհակալություն, Աստված ձեզ, կհանդիպենք արդեն հույսով եմ աշխատանքում։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորին, որ ներկա եք գտնվում մեր ակցիային։ Ինչու՞ չէ նաև այս ակցիան մենակ մեր Գաստոպ գազալցակայանների ցանցի աշխատակիցների պահանջը չի, այլ շատ ու շատ համագյուղացիների, Արարատի մարզի բնակիչների։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորից, որ մտահոգ եք այս հարցով, այսօր հավաքվել եք այստեղ։ Հույս ունենք, որ մեր բոլորի խնդրանքը կկատարվի եւ գազալցակայանները կբացվի։ Շատ շնորհակալություն բոլորիցը։